Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, մի քանի վայրկյան համբերենք, կարևոր հայտարարություն է, խնդրեմ ովքեր հետո կդիտեն, անպայման տարածեն, դրանով շատ օգնած կլինեք։ Ողջույններս։ Ուրեմն ժողովուրդ ջան, խնդրում եմ դիտելու տարածել, կներեք, որ քեռակնոջ եւ որոշ խոսույթի թեման sense շաքարով եմ ուզում կտրել, որովհետեւ այդ թեմային շատ մանրամասնորեն այսօր ազատ ճկում հաղորդման շրջանակներում իմ կարծիքը հայտնել եմ, չնայած եթե ցանկություն լինի անպայման մի երկու բառով այդտեղ էլ կանդրադառնանք, շատ լավ sense առողջ հասարակություն ենք էլի, մենք չենք ընդունում նմանատիպ բառեր, թույլ չենք կարող տալ, մեր միջավայրը սրբագույնս, չգիտեմ, պետք է պաշտպանված լինի միայն։ Մի խոսքով, շատ հակասական է եղել կարծիքները, մի 40 րոպե այսօր հաղորդման ժամանակ մանրամասնել եմ, հիմա մի փոքր հոգնած եմ, շատ չեմ ուզում երկար բարակ ձգձգեմ, բայց այս եթերը ինչով է կարևոր, մեր մի հատ Հանջան, Հայկ ջան, ընդդրից լպաս բան, այդ վերելն, այդ տոնցը վերցս էլի դրեց դերը։ Հարուս ջան, դու աշխարհում միակ մարդն ես, որ չգիտես ինչի մասին է խոսքը, ես քեզ շնորհավորում եմ, պետք չի իմանաս ուրեմն, բացարձակ պետք էլ չի, ավելյալ ծանրաբեռնվելու ես։ Խոսքը մի սրբապիղծի մասին է, ու սրբազան իրեն համարող, ովքեր ու կնկա հետ հարաբերություններ ունի սեռական, ինչի մասին այսօր վարչապետը իր գրառմամբ ասել էր ու մի փոքր կոպիտ էր արտահայտվել, ու տենց ժողովուրդը հելել էր մի խոսքով փոխանակ, այստեղ են ասել, ով դոմփի ում բշտեն, էլի, ասես մի հատ վիճակ էր, բայց թողնենք, չիմացանք, ես գիտեմ երևի շատ մանրամասնելու կարիք էլ չկա, իմիջիայլոց իմ մեկնաբանություններից մեկի, իմ հրապարակումներից մեկի մեկնաբանություններում դրել են իր նկարը եւ դա այդպես է, իմ իմանալով ոչ թե դնելով, այլ այնպես, ուրեմն, այսօր ամսի 31-ն է, ժողովուրդ ջան, չծանծում ենք շատ, վաղը 31-ը, վաղը այն կարևոր օրն է մեր թե հասարակական կազմակերպության համար, թե ինձ համար եւ թե իմ կարծիքով մեր վարչական շրջանի բնակիչների համար, որովհետեւ քննություն ենք հանձնելու, թե որքանով ենք մենք իսկապես բարեկիրթ եւ որքանով ենք մեր միջավայրը հարգում եւ հետեւողական, թե ինչ աշխատանքներ են տարվում մեր միջավայրը ավելի լավը դարձնելու համար։ Եվ այս նախաձեռնությունը առաջին անգամ նման նախաձեռնություն լինում Հայաստանի Հանրապետությունում, ասեմ դա, ու առաջինը կսկսենք մեր վարչական շրջանից, Մալացիա Սեբաստիա, արդեն ասել եմ, շատերը արդեն ձեռք են բերել այս տոմսից, որը անվճար էր, եւ սրա արկայությամբ կարող եք մտնել։ Վաղը ժամը 6-ին է, նախ հիշեցնեմ, Չուշանակ, ովքեր որ արդեն ձեռք են բերել, իհարկե մի քանի հատ դեռևս մնացել է, բայց ես էլ փոքրիկ մեղք գործել եմ, ասեմ, որ մի քանի զանգերի հետևից չեմ հասցրել գնալ, իսկ վաղը դժվար թե հասցնեմ վերջին օրով, այնպես որ ես կխնդրեմ այդ մարդիկ, ովքեր որ զանգել են ու այդպես էլ միջև սպասում են իմ զանգին, մի քանիսն են, իհարկե բոլորն են ինձ համար կարևոր առանձին վերցրած, բայց ընդհանուր առմամբ ահագին հասցրել եմ։ Կխնդրեմ, որպեսզի ովքեր տոմս չեն ձեռք բերել դեռևս, վաղը ժամը 6-ին 10 պակաս մոտավորապես լինեն կինո Հայաստանի մոտ, ես մի քանի հատը պահել եմ, եթե գաք հենց տեղում կփոխանցեմ ձեզ, իսկ ընդհանուր առմամբ պիտի շնորհակալություն հայտնեմ վերջին օրերին մի քանի օրը ահագին ակտիվ էր ու ես նախ առաջին դասը ինձ համար որ վերցրեցի դա այն էր, որ պետք է նման նախաձեռնությունները չանել 2 շաբաթ առաջով մի փոքր երկար է պետք թողնել, որովհետև մարդկանց մոտ մինչև ալգորիթմը աշխատում է, մինչև եթերը բերում է, ժամանակ անհրաժեշտ լինում։ Խնդրեմ Հարություն ջան, համեցի շատ ուրախ կլինենք եղբայր։ Մի խոսքով, ինչ վերաբերվում է սրան։ Հիմա տեսնենք, հիմա վարչապետը մի հատ գրառում է արել, մի հատ բառ է օգտագործել, ես ասեմ հանուն անկեղծության, որ բնականաբար նորմալ չեմ նայում դրան եւ
նման բառերի կիրառմանը երկրի առաջին դեմքի կողմից, բայց այնուամենայնիվ շատ լավ հասկանում եմ նաև, թե ինչը ուր է հասցված, որովհետև ինքս մոտավորապես նման փորձ ունեցել եմ ու ինքս լինելով հասարակական հանրային գործիչ, երբեմն չափերս անցել եմ եւ իմ ընկերներից ձեզանից շատերն էլ իմ այդ տաքացած վիճակում ինձ խորհուրդ եք տվել, որ ես փորձեմ հանգստանալ ու բան չանեմ, այդ սադրանքներին չտրվեմ, ինչի համար նույնպես շնորհակալ եմ, մի քիչ զուսպ լինեմ։ Ես փորձել եմ ձեր խորհրդին հետևել, ճիշտ է, ժամանակ առ ժամանակ չի ստացվել, որովհետև գիտեք, ուրիշ բանը պատկերացնել, ինչա նշանակում, երբ քո ընտանիքին, երեխաներին ու կնոջդ կպնում են ու շատ սխալ, անտեղի հորինվածքներով պատմություններ հյուսում, մարդ ես հասիբ է, սրբության մասին է խոսքը ու տենց երկար ժամանակ երբ որ լինում է ու արդեն դու նյարդերից ոնց ես դողում, հատկապես դեպքեր են լինում 90% դեպքերում դրանք անդեմ մարդիկ են, որոնց ընդունված է fake ասել, բայց fake-ը մի քիչ այդ չի, էլի fake-ը մի քիչ ուրիշ բան է, բայց այնուամենայնիվ այդ բառագայում պարզապես որ ձեռքը տնկնիկ խեղդես, սպասում, մի վատ բան կանես մի խոսքով, բայց չես կարողանում հասնել բռնել, իսկ կան մարդիկ, ովքեր հասանելի են ու դու պիտի կարողանաս քեզ ռոզի զսպես ու այդ մարդուն չհակադարձես, որովհետև վիձիցի լի։ Այդ մարդիկ էլ շատ լավ հասկանալով, որ վիձիցի լի, լեզուները ապրծպր բացում են, ընդ որում քաղաքացիների մեծամասնությունն էլ ասում են, բախի մի հատ չի հակադարձում։ Ուրեմն անթասիբ է, ուրեմն կարելի է, ու ավելի են շախին գնում։ Գիտեք, ես կհասկանայի նաև մեր հանրության կոպիտ մոտեցումը, հասարակության մի շերտի կոպիտ մոտեցումը, եթե մեր միջավայրը իսկապես խեղված չլիներ։ Երբ որ 5 տարի շարունակ ասում ենք մի արեք, այդ ատելությունը հետո մեր սերունդների մեջ ամանալու, դա հետո չի մաքրվելու, ոչ մի կերպ չի մաքրվելու, կամ համենայն դեպս շատ բարդ է լինելու մաքրվել, անգամ այդ ասելու համար դարձյալ արժանանում ենք ամենատարբեր խոսույթների։ Այնպես որ պատկերացնելով չեք կարող հասկանալ ինչի մասին է խոսքը։ Կլինեն սուր ու կոպիտ քննադատություններ, դա ինչ որտեղ տանելի է, բայց երբ որ ուղիղ հայհոյանքներ, վիրավորանքներ ու անեծքներ ու դու ասենք հետո մարդա չէ, լավ, վարչապետն է, բայց մարդա չէ, տղա մարդա։ Չեմ ասում ամեն հիմա խոսողին հելնի հերմեր քրֆի նույն ձևով, բայց լավ, մեծ դոմփել բառը նես վաբացանք ինչ է, ասենք նես բառել չէ, էլի որ ասենք բան։ Իհարկե կոպիտ է բառը, ես կուզեի ավելի ձևակերպում այլ լիներ, բայց կային ինչ որ կա, ամենօրյա ռեժիմով 7 տարի որ մեկի ընտանիքի միսը ծամեն, մի հատ, գոնե մի հատ 7 տարվա մեջ բառ կասեք, ընդ որում այդ բառը ամենամեղմ բառը կլինի։ Էլի եմ ասում, ես դեմ եմ նման խոսույթին, այդ խոսույթը կարող է կիրառել, ասենք այդ թեման կարող էր գցել ԿՊ-ի առաջին օղակներից ցանկացած մեկը, բայց այնուամենայնիվ, այնպես էլ չի, վատ բանը ուրիշ է, կարող ենք հիմա գնահատել, ես գնահատում եմ, որ դա վատ բան է, բայց ես չեմ գնահատում, դա աղետալի մի բան, հասկանում եք։ Ընդհանուր առմամբ ես խորհուրդ կտամ մի հատ օրինակ Twitter-ով, բանով մտնեք, տեսնեք, թե աշխարհում ղեկավարներ կան ինչեր են խոսում, մեզ դեռ խորթ է, այո, նման բաները։ Գիտեք, հասարակ օրինակ բերեմ, ոչ մի ամերիկացի չտեսանք գրեր ասել բանը, այս ապուշը ոնց է մեզ խայտառակում, երբ որ Թրամփը հելել ասում էր աշխարհում հերթ են կանգնած, որպեսզի հետույքս համբուրեն։ Հրապարակային ասում էր դա, ընդ որում ամենավատ բառը պաշարով։ Իհարկե մենք կարող ենք մի կողմից ասել դե մենք հայերս բանման, բայց կներեք չխաբեք ինձ։ Մենք հայերս բավականին կեղտոտված ենք այս պարագայում եւ այդ մենք մեր հայերս ենք, որ ասենք 100-200 հազարով դիտում ենք ապահովում մարդու, ով առավոտից իրիկուն մանկապղծության քարոզեր անում ու մինչև հիմա իր լեքսիկոնը դպրոցներից չի մաքրվում, իսկ ԱԱՑ-ն աշխարհի ամենամեծ էշիականջին քնած էր ու երբ որ ասում ենք սա ազգային անվտանգային խնդիր է, տեղներից շարժվող չկար։ Ու այդ նույն գրառում անողներից ոչ մեկ չէր համարձակվում մի հատ մտնել այնտեղ ոնց կլիներ, հանգած կարող է իրեն էլ քրֆեն։ Կամ երբ որ նույն սրբազանները կներեք քակակերություն են անում, ոչ մեկ չի ասում, բայց մի րոպե սա իմ եկեղեցին է, սա իմ եկեղեցին է։
Ես ոնց կարամ թույլ տամ նման սրբազան ինձ։ Ընդհակառակը մի ամբողջ հրապարակ լծվեց միտինգի օրը։ Այդ նույն հասարակության մասին չի խոսում, երես պաշտությունքի ենք անում, ես չեմ հասկանում։ Ինչի համար, ասենք ինչ մենք մեզ չենք ճանաչում, հիմա նստել ենք իրար բացատրում ենք, թե մենք ով ենք, ով չենք։ Էլի եմ ասում, բանը ցանկացած մեկին խոսնես, դուրը մի հատ կարելի է ծածկ։ Ցանկացած մեկին խոսնես, բանը մենք աշխարհի ամենաառաջի քրիստոնյաները, եկեք դուրս գանք, դուրսը 1000 հոգու հարցնենք, կան Աստվածաշունչ կարդացել են, թե չէ։ 1999 կարող እስኪ չիմանալ Աստվածաշունչը ինչ է։ Մոտիկից տեսածել չլինի, ձեռը բռնացել չլինի։ Անկապ բաներ են, գիտեք, մեկ-մեկ շատ շատ բաներ իսկապես սրբազանցնում ենք, ավելի է, շատ բաներ ճոխացնում, մենք երևակայում ու մենք մեր երևակայության ձեռքը մեզ գերի ենք հանձնում։ Այդպես բաներ են, մենք ու իրատեսությունը իրարից հեռու բաներ են։ Մի խոսքով իհարկե ցանկալի չէր լինի տեսնել նման բան, բայց ոնց է կարծում մենք տենց լավ հասարակություն ենք, սենց մակրամակուր եւ երկրի ղեկավարը հանկարծ մեկել է բառն օգտագործել, ինչքան կետել ասել։ Իհարկե ելի եմ կրկնում դա վատ է ու ես դեմ եմ առհասարակ նման խոսույթին երկրի առաջին դեմքի մակարդակով։ Բայց չել կարելի սարքել դա 1000 կներեք հոռոմի տեռը էլի։ Այդ էլ չի կարելի, եկեք այդքան էլ հենց բան չանենք։ Երբ որ նույն հեռուստատեսություններով այդ բառով, հեռուստատեսությունն ինչ է։ Հեռուստատեսությունն ինչ է։ Հեռուստատեսություններով մեռել են այդ բառը օգտագործելով, որևիցե մեկին չենք տեսել, հավաքի իր նման մտածող 5 հոգի մարդ գնա մի հատ հեռուստատեսության մոտ, մի հատ բողոքի ակցիա իրականացնի, ասի գիտեք ինչ, սա իմ երկրին է ու իմ երկրի զանգվածային լրատվամիջոցներից մեկն է կամ հեռուստատեսությունն է ժամանց անցկացնելու համար, որը պիտի դասիրակչական բաներ ցույց տա, այս շպարներ եք օգտագործում։ Մեկի չտեսան։ Հիմա հանկարծ սա բան դարձան։ Չնայած էլի եմ կրկնում, 1000 անգամ եմ կրկնում, դա վատ բառ էր երկրի ղեկավարի կողմից օգտագործված։ Հարցը այդ չի։ Արմեն ջան, ես երևի նոր միացակ չլսեցիք։ Ես չեմ կարող ասել, որ դա գիտեք ինչ նորմալ է բան, ոչ, դա շատ վատ բան է։ Չնայած դա աղետալի բան էլ չի։ Բայց վատ բան է։ Առհասարակ այդ իրականությունն է վատ, երբ որ երկրի առաջին դեմքը ստիպված է լինում այդ բառը օգտագործի, որ բոլորին հասանելի լինի։ Դա շատ վատ նշան է։ Բայց աղետալի էլ չի այդ էլ։ Բայց մյուս կողմից էլ եմ ասում, նստել ենք մինչև հիմա, առավոտից մինչև հիմա բոլորս այդ բառն ենք, մեկը ասում է նորմալ է, մեկը ասում է նորմալ չի, ու ոչ մեկս չենք ասում, արա ոնց սրբազանը, ոնց մեկը ով սրբազան է, մեկը ով պիտի զբաղված լինի ինձ բարոյականության բանը արժե համակարգը կրթելով, հոգևոր սնունդ տալով, ինչ է նշանակում։ Մենք հələ չենք գնում այդ ճանապարհով զգա, գիտեք ինչի, որովհետև այս տեխնիկան, այդ ալգորիթմները, այդ միջոցները, այդ մեդիա տերորը դա թույլ չի տալիս։ Թույլ չի տալիս, որ մենք ինքնուրույն մտածենք ու ճիշտ գնահատականներ տանք ամեն ինչին։ Ամեն դեպքում ինձ համար շատ ավելի շատ սարսափելի էր ու զազրելի, զզվելի էր լսել, որ մենք ունենք սրբազան, որ ոչ թե կոռումպացված է, ոչ թե կողոպտիչ է, ոչ թե սրբապիղծ է շարքային, այլ ուղիղ իր բարեկամի հետ է քնում ու շարունակում է սրբազանելիս, գիտեք ինչ, եթե մի բանից տեղյակ է վարչապետը, ուրեմն դրանից տեղյակ են բոլոր եկեղեցականները, վստահ եք, այդ իրաց խոհանոցն է։ Ու դա նա շարունակում է մնալ, ու մենք դա չենք դարձնում քննարկման, հենց իմի բոլորով չենք գնում, վզից բռնենք փիլոնը, ուրեմն ես ձեզ մի օրինակ բերեմ։ Բերդ համայնքում, սրանից մի 100 տարի առաջ երևի մոտավորապես, հենց 100 չէ, կարող է 90 կամ 80։ Մի քահանա են ուղարկում ծառայության։ Ես բերդեցիներից եմ լսել այս պատմությունը։ Այս քահանան մի որոշ ժամանակ հետո կապվում է գյուղի կանանցից, ամուսնացած կանանցից մեկի հետ, բարեկամի չէ, քեռու չէ, գյուղի ամուսնացած կանանցից մեկի հետ։
Հանկարծ գյուղում դրա մասին իմանում են, գիտեք ինչ են անում, վերցնում սրան թրաշում են, բանը փիլոնը հակից անում, տփելով լարում են։ Դրանից հետո, այդ դեպքից հետո, այստեղ բերթեցիներ էլ կլինեն, կհաստատեն իմ ասած։ Դրանից հետո բերթ համայնք ոչ ոք չի գնացել ծառայության, ոչ ոք չեն թողել։ Ով գնացել է կահանա որպես կամ ուզեցել է գնա, ասել եմ սեղ չգա, ձեր պիղծ ոտով սեղ չգա։ Ու երկար տասնամյակներ անց մեկ էլ էս Բիչինան գնաց այդ կողմ, են էլ որպես սրբազան աշխատել։ Են էլ նա էլ պիղծը դուրս եկավ, պարզվեց ինչքան սպուրկայրի փողեր է կեր։ Մենք գիտեք ինչ, իմ կարծիքով ես այսպես եմ մեկնաբանում, որ ոչ թե գնա հատական չենք տալ, ոչ թե մեր վեճը չի, այլ պարզապես մենք այնքան արդեն բադ բաներ ենք տեսել, որ այդ ոնց արնում, որ մի տեղը ցավում է, անընդհատ ծակում, հետո այդտեղ բթանում է, չէ՞, այդ ցավ սկսում է ճզկա։ Մենք վերածվել ենք այդպիսի հասարակության։ Մենք արդեն սկսում ենք այն շատ ցավոտ կեղտոտ բաները արագ sense ճամփենք այդ այլ արդեն sense կապրում ընկնում այլ չի մտնում ներսից մենք չենք տալիս ուղերներից թե որքանով է դա ընդունելի է հասարակ։ Դա սրան մի հատ գնահատական է պետք։ Առհասարակ եկեղեցու մենք բոլորս քաղաքացիների մեծամասնությունը գիտենք որ բանը գարեգին բն չեկիստա շպիոն է ու մենք որի օր տարին է խոսում բողոքում մենք բայց յոլա ենք տանում Այն աստիճան որ երես են արդեն որոշել են որ իսկապես մենք ոչ մի բանից գլուխ չենք հանում վեր ենք անում ես մի սրբություններից եմ խոսում Երբ խոսում ես եկեղեցին չուլան չէ, ես ավելի վատ բան կասեմ, որ վերացել եք, ոչ թե եկեղեցուն, օրինակ ձեզ ասեմ, հազար չփոն ժամանակ եմ դրա մասին խոսել։ Հիմա եթե ես ասում եմ եկեղեցիները չուլանի եք վերացել, դուք ասում եք եկեղեցուն վիրավորեցիք, եկեղեցին բղծեցիք, ես ինչ ասեցիք։ Հիմա ձեր տրամաբանությամբ շարունակեմ։ Եթե ես օրինակ այսօր ասեմ, որ Երևանը փոշու մեջ կորած է, վատ բան է։ Դա նշանակեց ես Երևանն ու երևանցիներին վիրավորեցի։ Չէ։ Բա ոնց է, կամ ասում եմ երկիրը կեղտի մեջ, աղբի մեջ կորցրել եք։ Աղբի մեջ կորած է։ Ես դրանով ուրեմն վիրավորում եմ իմ երկրին։ Չէ։ Ասում եմ որ աղբի մեջ կորած է։ Կամ ասում եմ որ Երևանը փոշու մեջ կորած է, բայց Երևանին չեմ ասում դա, չէ, դա բան է։ Ու այդ նույն ձևով ասում ենք եկեղեցիները չուլան է դարձրած։ Ինչ է նշանակում, եկեղեցուն չենք ասում, մենք ով է եկեղեցուն ինչ ասում։ Ասենք տուպո եք դուք, դեբիլ եք արա, քյալ եք դուք, այս տարական բաները չեք հասկանում, դուք էշ եք դուք։ Դուք Աստծո ստեղծած անասուն եք, թե ասուն եք։ Ասենք ինչ անշա, ամեն պարզ բանը եթե պիտի դրենք այսքան ուղեղները լցնենք, կարակ գնաք մանկապարտեզից 0-ից բարձրանաք նախակարգ թարանից вообще։ Ով ոնց ուզում ընդունում, ով ոնց ուզում մեկնաբանում, դուք տվար չեք արա։ Դուրակներ արա։ Հասարակ բան արա։ Չէ, սա գիշեր, մինչև գիշերվա կես լուրեր որ կայքը մտնում էր, այս ինչ ասես, չուլան ասես, դու սրբապի խեն մեկը դու անիծվես, դու եսի մի հելան, ոք եսի չեք անում, բամար, իբր իրանք չակ իրանց կերակնգան դոմփում իսկականից, էլի։ Կամ ինչ կերակնգան դոմփել, ասեմ ավելին, ես չեմ զարմանա, որ մի օր պարզվի, որ հենց եկեղեցու ներսում ես կալվի կերակնգան դոմփել։ Չեմ զարմանա, որովհետև բացի հասարակ շարքային քաղաքացուց ոչ մեկը էլ եկեղեցու սրբության արժեքը չեք գնահատում, չեք իստեք դուք ոնց կարաք եկեղեցի գնահատեք ինչքանով ասող, բառերը օգտագործում եք, քաղաքականացնելով փորձում եք խաղեր տալ, իբր չգիտեք, դեբիլ է դες բան կխոսա, երբ որ ասում ես, իբր մենք էլ չգիտենք, չենք տեսնում, վարչապետը պիտի ասեր, որ մենք իմանայինք եկեղեցին ինչի է վերացրած արա, սուչկ եք արա, պիտուխներ, ճեմարանից սկսած իրար մեջ դոմփվելով մեծանում եք արա, ճեմարանից սկսած իրար գոմիկնոց արա, ամեն 10-ից 7-ը գ 7 արա, դեմի բերալս եք բացել տալիս արա, բարձվում են 10-ից մնացած 3-ն էլ պիղծ,
Հիմարներ են արա։ Այս ինչ ասեց եկեղեցուն, ասեց Չուլան։ Ասեց վերացել եք Չուլանի, չեք վերացել Չուլանի, բիզնես կենտրոն չեք դարձրել արա։ Հիմար է, սաղ եկեղեցիների կառուցումների փողից սկսած լապելով եկել են մինչև մի լապում են, ամեն մեկը մեկ բեդլիով մտնում է եկեղեցի կռուգա տալիս է ելնում, հա, նստած վայ ես ինչ ասեցիք, ատենց չի, մի հատ էլ կրկնեմ, եթե ես ասում եմ, Երևանը փոշում է շկորացա, ես Երևանին վիրավորում եմ, Երևանը կամ Երևանցուն, չէ, որակում եմ, չէ, տալիս, որ փոշում է շկորացա, երբ ասում եմ երկիրը աղբի մեջ կորացա, երկրին վիրավորում եմ, երկրի քաղաքացիների, չէ, բայց երբ որ ասում եմ եկեղեցին Չուլանի եք վերացել, այդ եկեղեցուն հա վիրավորում, դեբիլներ, ոչ որակումն է տալիս, թե ինչ է կարել, ուր է հասել եկեղեց, այդ որում ձեզ չի ասում, ասում է կառավարության ղեկավարը, ասում է կառավարության ներկայացուցիչին, կրթության, գիտության, մշակույթի Ես սպորտի նախարարին, մշակույթի, որի մասնիկա նաև եկեղեցին։ Քանի հայ առաքելական սուրբ եկեղեցի մոտ աչոտ երբեք տեղադրելու մի հատ աչոտ, որ փողը ինչ է կանում, ինչքան ինչ է կանում։ Հասարակական կազմակերպությունը, քաշվետվությունը երբեք ներկայացնելու արա։ Դուրակներ։ Այ կեզ բա, Որքան է եկեղեցի հիմնանորոգել, վերանորոգել, այսօր դա իշխանությունն է նորոգել, 7 տարի է եկեղեցի է նորոգում։ Եթե կառուցվածքներ է սարքում, որ այդ եկեղեցիներ գնացող լինի։ Հիմարներին, այս գիտեք ինչի, մեկ էլ այդպես են կար չէ, մի քանիական եղավ, Փաշինյանը տարբեր բաներ էր, ասում սրանք ուրիշ բաներ էին մեկնաբանում, մենակ Փաշինյանը չէ, բոլորիս մասով։ Հետո երբ որ հարց էի, ասում դե թող ինձ ասեր, որ այտենց չընկալվեր։ Իը։ Մանուշակ մանկապարտեզ չի արա։ Ընկալունակության խնդիր ունեք, գնացեք ելի եմ ասում, նախակրթարանից մանկապարտեզից տղասա բարձացեք։ Այն սարկազմով որ ասեց Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր, որ տենց էիք վերաբերվում, այդ միտքներ բանանում, ոյ տեսակ ասեց դժբախտ դժգույն քաղաք, գնաց։ Ու 5 տարի հələ ասողներ կան, Դեբիլների ձեռը կրակն ենք ընկի արա։ Մենք հայերս աշխարհի ամենաստեղծարար տուպոյ եք արա։ Մեծամասնությունով։ Նրանք տուպոյ են, ուզում են ժողովրդին իջեցնել իրաց տուպոյ, սրբապիղծ, մանկապիղծ, մակարդակի։ Ու ժողովուրդը չի իջնում այդտեղ, դուք թրքաբարո եք, դուք հիմարներ արա։ Ճահիճի պես գոյատևում եք մեր երկրում, չենք կարում վերևել ենք, չենք կարողանում, քաշում եք, բոլորին քաշում եք հատակ։ Ուրեմն արա կանոնով դրությունով գրած է, որ եկեղեցին պատկանում է ինձ, ժողովրդին։ Տես է գրած, եկեղեցին, ժողովրդին, այսի ոչ մեկի համար Հավատացեք, եթե կան քաղաքացիներ, որ սա իրաց համար կլինի նորություն, այդ ապուշների համար դա նորություն չի, իրենք գիտեն դա, բայց իրանք զավթել են, ոնց որ ժամանակին իրաց ապուշ գործընկերները, այն որ կոնսենսուս մինուս 1 պլյուս ալգորիթմ բանսազմաներ են անում, ոնց որ նրանք զավթել էին պետությունը, որը նույնպես մերն էր, բայց զավթված էր նրանց կողմից, սրանք էլ զավթել են եկեղեցին, որը մերն է, զավթել են, իրանք գործառույթը Հայ առաքելական սուրբ եկեղեցու գործառույթը քրիստոնեական ծառայություններ մատուցելն է։ Մարդը եկել է, պղծության վրա բռնել ես, այն մյուս պիղծնել, այն մյուս սրբազանը, դուրս է եկել, ասում է, արա ոնց էր արդարացրել, ասել էր, հա, ինքը ամուսնացած չի, ոչ ոք չի կար, ես միչեր է խոսում արա, ես միչեր, Նաշակի իրան էլ արդաց, մաշկիցերն էլ իրան մորքորին է դոմբել, ու զարմանալու չի լինի, որ պարզվի այդպես է։ Հիմի լավ, քննադատում ենք,
Այդ մենք ենք, դուք շատ փուճուր եք որ քննադատում, դուք գնացեք ձեր պարտությունների տակից փորձեք դուրս գալ։ Մեր ընտրածնա մեր երկրի ղեկավարը քննադատողը մենք ենք։ Քննադատում ենք։ Ես ասում եմ, ինձ համար անընդունելի է այդ բառը օգտագործելը ղեկավարի կողմից, всё։ Բայց որը չեք զգում, որ շատ եք ինչ-որ արհեստական կենտրոնացել այնտեղ ասելիք չկա։ Այն որ հեսա ձեր երեխեքին տանելու եք, որպեսզի օրհնի։ Ասելիք չունեք, հեսա գնալու եք պսակադրության, ջահելներ ջան, սս կանգնելու եք ու պիղծը, սս օրհնի ձեզ, ու դուք էլ բռոզի օրհնված եք դրանից համարվելու, ասելիք չկա այդտեղ։ Ոայ քեզ բան արա։ Մի խոսքով, այս թեման, այս խմորը շատ աջուր քաշելու եւ այո, ես միշտ եմ ասել, որ գոյություն ունի երկու համակարգ։ Մեկը իրավական, որի մեջ մտնում են քաղաքականությունը, մտնում են իրավական համակարգերը, մտնում են ուժային կառույց, ամեն ինչ, իրավական, իրավահավասարություն, իրավահպատակություն, սահմանադրություն եւ այլն եւ այլն։ Մյուսը բարոյական, որը գրված չի։ Եթե մոտավոր գրված է, դա աստվածաշնչով կարող ընկալենք, թե ինչ արժե համակարգ, բայց եթե չեք ընկալում, աշխատանքը անում է եկեղեցին, անում են մտավորականները։ Բարոյական արժեհամակարգն ու իրավական արժեհամակարգը պիտի լինեն հավասար։ Որ մեկը ավել եղավ, պայթում է պետությունը, ասեմ ձեզ։ Չի կարելի մեկը մյուսից որ բարձր լինի։ Պիտի հավասարաչափ դա զարգանա։ Արա բարոյական արժեհամակարգը մեզ սնուցողը բաղձերն են։ Ու ամենախեղված, այն ամենագիտեք, ծիծաղելի լավ, ծիծաղելի բանը գիտեք որն է, որ կարելի է, եթե չնեղվեի, այս ամեն ինչը, կարելի նստեի նայել ծիծաղեի, լուրջ եմ ասում, որ այս իրավական, այդ քաղաքական, չգիտեմ ինչի, ղեկավարից պահանջում ենք բարոյական բարձր արժեքների դրսևորում, մյուս կողմից էլ, այս բարոյական արժեհամակարգի պատասխանատուներից պահանջում ենք քաղաքական բարձր դրսևորում։ Ախպեր, եկեք հլը հակառական ենք։ Ով ինչի համար պատասխանատու է, դա պահանջենք։ Եկեք փորձենք, տեսեք որ տենց ճիշտ է լինում, կստացվի, եթե գնանք, այս մեկին պահանջենք, քաղաքական կառավարման, չգիտեմ, իրավական, ամեն ինչ է իր ինստիտուտից։ Այն մյուսից է գնանք էլի պահանջենք։ Տես մի բան կդառնա։ Իսկ ցենց չի դառնում։ Այո, Վարազդատ ջան, 90%-ը ներդրած շպիոններ են, KGB-շնիկ, մայոր, կապիտան, ով ասած չկա։ Ասեց եկեղեցին չուլան եք սարել, եկեղեցին պոռնկա, գարաժ եք սարքել, պոռնկա տուն եք դարձրել։ Չուլանն ինչ է, չուլան մարդը նորմալ բառ է օգտագործել։ Չնայած լավ, ժողովուրդ ջան, այս թեմայով զուգահեռաբար անընդհատ խոսելու ենք, դուք գիտեք, ես ժամանակ առ ժամանակ թեմաների մասին խոսելուց անդրադարձեր անում եմ միշտ էլ այս կամ այն երևույթին, որ մոռացած չլինենք, բայց էլի հիշեցնեմ, վաղը շաբաթ է, մեզ համար շատ կարևոր օր, որովհետև Հայաստանի Հանրապետությունում թերևս առաջին անգամ է նման նախաձեռնություն տեղի ունենում, եւ նրանք, ովքեր որ դեռևս չեն հասցրել տոմս ձեռք բերեն, նրանք ում անունը հեռախոսահամարը ասել եմ որ ֆիքսեցի կբերեմ, բայց այդպես էլ ինչ-ինչ պատճառ չեմ հասցրել բերել, ապա խնդրում եմ վաղը ժամը 6-ին 10 պակաս լինել կինոթատրոն Հայաստանի մոտ, մոտենալ ինձ եւ իմ մոտից վերցնել ու կարողանալ մասնակցել ու դրանից հետո արդեն ամեն ինչ իր ուղիղ ճանապարհով կգնա, որովհետեւ հարցերը պետքա ուղիղ հասցեատերին տրվեն, հասկանում եք։ Եվ այս նախաձեռնությունները նաև դրա համար են, ոնց ասեմ, վաղը անպայման իմ կարծիքով կհանդիպենք, ես վստահ եմ, որ դահլիճով նստելու տեղ չի մնա եւ ամեն ինչ լավ կլինի, ինչից հետո արդեն դարձյալ հայտարարությամբ հանդես կգանք եւ առաջիկա անելիքների մասին մենք էլ մեր
չնկատածները նկատելով, ավելի բարելավելով անընդհատ առաջ կշարժվենք։ Բոլորից սպասում եմ վաղը, մայիսի 31-ին, ժամը 18:00-ին, Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Կինո Հայաստանի առաջին դահլիճում։ Մենք, սա մեր պետությունն է, եւ մենք կարող ենք ամեն հարց իր ճիշտ ասիատիրոջը դրել, մենք կարող ենք հաշվետվություն լսել եւ մենք կարող ենք ցույց տալ, որ այո, մենք հետաքրքրված ենք, թե ինչը ինչպես է ծախսվում, ինչը երբ կլինի կամ երբ է եղել։ Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան, շնորհակալություն։ Սուսաննա ջան, կարող եք գալ մոտենալ ինձ։ Այնպես որ ինչ հանդիպում, վաղը երեկոյան արդեն արդյունքների մասին եթեր կանեմ, չնայած հնարավոր է միջոցառման շրջանակներում էլ ցած ուղակի ուղիղ եթերներ լինեն, բայց ընդհանուր առմամբ խոսքով այսպիսի եթեր վաղը երեկոյան կլինի արդյունքների մասին։ Շատ շնորհակալ եմ բոլորիդ եթերը դիտելու, հետաքրքրություն ցուցաբերելու, ձեր մասնակցության մասին հայտ ներկայացնելու, առհասարակ ձեր մեծ սիրո ու ջերմության համար։ Լավ եղեք, մինչ հանդիպում, ցտեսություն։